Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության խոցելի կողմերին ու անվտանգային լուրջ բացթողումներին։ Պատգամավորը քննադատապար է արտահայտվել TRIP նախագծի վերաբերյալ, մատնանշելով տարածաշրջանային առանցքային երաշխավորների ներգրավվածության բացակայությունը։ Մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, ես չեմ կարա իրան վստահեմ, դուք չեք վստահում իրան։ Մի համոզեք մեր ժողովրդին, որ մենք վստահենք իրան։ Մեզ երաշխիքներ ա պետք, եւ դա է մեր մոտեցումը։ Ու երկարաժամկետ խաղաղության միակ առհավատչան։ Խոսելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, Կարապետյանն ընդգծել է ազգային արժանապատվության առաջնահերթությունը։ Մեր արտաքին քաղաքական հիմնական մոդելը դա լավ հարաբերություններն են տարածաշրջանի հետ, քանի որ մենք տեսնում ենք, որ տնտեսական զարգացում կա պոտենցիալը լավ հարաբերությունների երաշխիքների պայմաններում, բայց դա չի կարող լինել մեր ընտանիքների անցյալի ուրացման հաշվին։ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող զոհվել այդ պատերազմում։ Իմ քեռին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի այս էմոցիոնալ ելույթից հետո իրավիճակը սրվել է ազգային ժողովում։ Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ եւ ամբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լրություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Հնչեցված մեղադրանքներին հետևել է բուռն վիճաբանություն, ինչի հետևանքով նիստը ընդհատվել է, իսկ պատգամավորները պարզաբանումների համար դուրս են եկել միջանցք։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կունենան առանձին ներխմբակցային նիստ Էդգար Ղազարյանի վերաբերյալ։ Մեզ Հայկ Գոնդերյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասի, բայց ամեն դեպքում տեղի ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրահարույց սպա, որը կպարզաբանի։ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներ ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Ռազմական ոլորտում կադրային փոփոխություններ կլինեն։ Բանակում արդեն պարբերական դարձած մահվան դեպքերի ֆոնին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունների վերաբերյալ որոշումն արդեն կայացրել է։ Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ եւ այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ։ Ըստ ամենայնի մենք փոփոխություն կունենանք, ըստ ամենայնի չէ, որոշումը կայացրել եմ արդեն, ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք։ Այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Փաշինյանը շեշտել է, սա իր գնահատականը չէ, գլխավոր շտաբի պետի եւ Պաշտպանության նախարարի բավական ջանքեր չգործադրելու վերաբերյալ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։ Անդրադառնալով Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, Կարապետյանը արձագանքի ընթացքում հարցրել էր. մեջբերում կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը որպես մեր ազգային խորհրդանիշ շարունակում է կատարել իր դերը առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը, իսկ ցեղասպանության ու դրա միջազգային ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթություն։ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Ոչ մի պաշտոն հավերժ չի։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինել է Ալեն Սիմոնյանը։ Որոշումն այսօր ստորագրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։ Ալեն Սիմոնյանը վերջին 5 տարիներին Ազգային ժողովի նախագահն էր։ Նոր խորհրդարանի մանդատից նա հրաժարվել էր։ Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանին գտնվող Դարիալի անցակետի բնականոն աշխատանքն ու տրանսպորտային երթևեկությունն արդեն վերականգնվել են։ Մինչ այդ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել էր սահմանային կետի գործունեությունը։ Աղետների վաղ նախազգուշացման ավտոմատ համակարգի ազդանշանով հնարավոր հեղեղումների ու սողանքների վտանգի պատճառով տարածքից անհապաղ տարհանվել են քաղաքացիները, իսկ Վելեթի գյուղի մերձակայքում սահմանափակվել է տեղաշարժը։ Թուրքական Ֆեթիե հանգստավայրի ափերի մոտ էքսկուրսիոն զբոսանավ է հրդեհվել։ Նավում գտնվող մոտ 115 մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Թեև լրատվամիջոցները հայտնել են, որ ուղևորների թվում եղել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ, սակայն ռուսական կողմը հերքել է այդ տեղեկությունը։ Շանոնի присутні Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը խաղաղության գործընթացի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել ԱՄՆ-ին։ Նա չի բացահայտել մանրամասները, սակայն շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ մասնակցի բանակցություններին։ Զելենսկու խոսքով Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, իսկ Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը դեռևս բավարար չէ։ Նա նաև հստակեցրել է, որ Ուկրաինան հանուն խաղաղության չի զիջի Դոնբասի մնացած հատվածը, եւ իրենց համար գլխավոր պայմանը անվտանգության ամուր երաշխիքներ ստանալն է։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվային ոչինչ հայտնի չէ Զելենսկու այս նոր առաջարկների մասին։ Նրա խոսքով ամերիկյան կողմը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին ոչ մի նման փաստաթուղթ կամ տեղեկություն չի փոխանցել։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ցամաքային նարկոկարտելների դեմ եւս կարող են կիրառվել կոշտ ռազմական գործողություններ, նման այն հարվածներին, որոնք արդեն իսկ հասցվել են թմրանյութեր տեղափոխող նավերին։ Այս ֆոնին Կոլումբիայի նորընտիր կառավարությունը կտրուկ փոխել է երկրի արտաքին քաղաքական կուրսը եւ պաշտոնապես միացել ԱՄՆ-ի գլխավորած հակակարտելային կոալիցիային։ Միաժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հեքսեթը չի բացառել նաեւ Կոլումբիայի դեմ ռազմական միջամտության հավանականությունը, վերահաստատելով, որ Վաշինգտոնի համար գործողությունների բոլոր տարբերակները սեղանին են։ Կալիֆոռնիայում Մանհայթ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Միջադեպի ժամանակ իրավապահները նկատել են Կաստիլյո անունով մի տղամարդու զինված դանակներով եւ փայտե ձողերով։ Չնայած զենքերը վայր դնելու բազմաթիվ պահանջներին, նա հրաժարվել է ենթարկվել եւ փորձել է հեռանալ։ Ի պատասխան ոստիկանները նախ կիրառել են էլեկտրաշոկեր, ապա 2 սպա կրակել է, ինչի հետևանքով ենթադրյալ հանցագործը տեղում մահացել է։ Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում եւ Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում։ Լուսինն ամբողջությամբ ծածկել է արեգակը։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18 վայրկյան։ Մասնակի խավարումը տեսանելի է եղել շատ ավելի մեծ տարածքներում՝ Եվրոպայի մեծ մասում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում։ Իտալական Կոլեֆերո քաղաքում Ռոմից դեպի հարավ հզոր պայթյուն եւ հրդեհ է բռնկվել ռազմամթերքի գործարանում։ Արտակարգ դեպքը գրանցվել է պաշտպանական արդյունաբերության խոշոր ընկերության տարածքում։ Այդ ձեռնարկությունը թողարկում է հրթիռային պինդ վառելիք, ինչպես նաեւ միջին եւ խոշոր տրամաչափի զինամթերք։